Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան տարեդարձն է, այստեղ հավաքվել են բազմաթիվ աջակիցներ, նրա ծննդյան օրը շնորհավորելու համար։ Ինչ կասեք, այս սահմանափակումները նրա համար ինչի համար են արվում, քանի որ նրան անգամ չէին թողնում խնամակալ մտնի նրա մոտ։ Բարի, նախ թույլ տվեք իմ շնորհավորական ուղերձը հղեմ Սրբազանին։ Ինձ համար որպես հայ մարդ, որպես քրիստոնյա մեծագույն պատիվ է իմանալ իրեն, ճանաչել իրեն եւ ունենալ Միքայել Աջապահյանին որպես իմ եկեղեցու arczepiskopos ու Սրբազան հայր։ Ես մեկ անգամ հնարավորություն ունեցա ասելու, որ եկեղեցու դեմ մեկնարկած այս արշավի համատեքստում կարծես թե պարզ է դառնում ինչու են ձեր հարցի պատասխանը, մեր մեծանուն, մեծապատիվ Սրբազան հայրերը այս կարգավիճակում ապօրինաբար ազատազրկված քաղբանտարկյալներ են ու մեկուսացված հանրությունից։ Պատճառը ակնհայտ է, խնդիր կա նրանց լրացնելու նրանց հեղինակավոր խոսքը եւ ինչու ոչ, նաեւ պատժելու մի քանի ծիրում կրկին առաջին հերթին հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին, երկրորդն էլ այս ամենը ինչ տեղի է ունենում իմ գնահատմամբ նաեւ մեր երկրում նախընտրական իշխող քաղաքական ուժի նախընտրական գործընթացների ծիրում է։